Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Արուսյակ Մանավազյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Մանավազյան։ Բարև ձեզ։ Տիկին Մանավազյան, մեր զրույցը սկսենք հատկապես տնտեսական կոմպոնենտից, գիտեք, որ ընդդիմադիր կամ իրենց ընդդիմադիր ներկայացնող շատ ուժեր հիմա նախընտրական շրջանում խոստումները մեծամասամբ կապ ունեն տնտեսության հետ, 300,000 աշխատատեղ, դեղերի գնիջեցում, փոքր եւ միջին բիզնեսի հարկից ազատել եւ այսպես շարունակ։ Ընդհանուր առմամբ ինչպես է քաղաքացիական պայմանագիրը պատկերացնում հակակշռել այս ուժերին, եթե իհարկե մրցակցության մեջ մտնում եք նրանց հետ, եւ ինչպես եք նաեւ հանրությանը հետ ձեր շփումներում կոմունիկացնելու, որ խոստումներից շատերը սին են։ Այսինքն ընդհանուր առմամբ տեսնում եք, որ այս ուժերը ըստ էության թիրախավորում են իրենց պատկերացմամբ թույլ օղակները, այն է տնտեսությունը, գյուղմթերքը մթերելու հետ կապված խոստումներ են տալիս եւ այսպես շարունակ։ Հիմա ձեր աշխատանքը դուք ինչպես եք պատկերացնում եւ ըստ էության այս խոստումները ավելի շատ պոպուլիստական են, թե իրատեսական են, պարզապես չի արվել այս տարիների ընթացքում։ Շնորհակալ եմ հարցի համար։ Նախ ուզում եմ սկզբից գալ քաղաքական դաշտում այս պահին, ինչպես տեսնում եք, ընտրություններին ընդառաջ կան մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչներ, իրենց հետևում նաև իրենց հետ նախկինում Հայաստանը հարստահարած օլիգարխների օգնությամբ փորձում են հայտ ներկայացնել եւ մասնակցել ընտրություններին եւ իրենց վերջին հույսը նաև այս ընտրություններին մասնակցելով որևէ Հայաստանը ավելի վատ տեղ տանող փորձն է, ինչու եմ այդպես ասում, այսօր ինչպես տեսնում ենք, այո, կան քաղաքական խոստումներ, որոնք բացարձակ, եթե մաղենք տակը, հողի վրա կատարվող այդ խոստումների 90%-ը մենք մեր իշխանության ժամանակ կատարել ենք, անում ենք եւ գործում է այսօր։ Այդ նույն խոսքը օրինակ վերաբերում է դուք նշեցիք 300,000 աշխատատեղ, նախ այդքան ազատ աշխատատեղեր չկան եւ եթե գնանք նրան, որ իրենք այդ աշխատատեղերը բացելու են նվազագույն աշխատավարձով աշխատող մարդկանց համար, այսօր մեր ինչպես տեսնում եք միջին աշխատավարձը ստացողների քանակն արդեն բավականին ըստ վիճակագրության բարձր է եւ պոտենցիալ նվազագույն աշխատավարձի դիմելու եւ ցանկանալու այդ ուղղությամբ աշխատել մարդկանց թիվը քիչ է եւ չկա այդ աշխատատեղերի մասով։ Ինչ վերաբերում է դեղերի արժեքի հետ կապված, մենք նոր ուժի մեջ եմ մտել 26 թվականի հունվարի 1-ից այդ ամբողջ դեղորայք անվճար է առողջապահության ապահովագրության ծրագրով խոսում են հարկերից ազատման մասին, երբ տարիներ առաջ դեռ մինչև 24 միլիոն շրջանառություն ունեցողները ազատված են հարկերից։ Սրանք սին դատարկ խոստումներ են, որոնք ուղղակի ասում են ականջահաճո լինելու քաղաքացիներին եւ ընտրազանգված գեներացնելու համար։ Այս ուժերի հետ կապված, տեսեք, իրենց նպատակը իմ ընկալմամբ, երբ նայում եմ դաշտում հնչող մտքերը, իրականում նաև մարդիկ խոսում են երկու օր առաջվա դեպքին էլ եմ ուզում անդրադառնամ, մարդիկ խոսում են ուղղակի չտիրապետելով եւ չհասկանալով ինչի մասին են խոսում, տակը չկա ոչ վերլուծություն, ոչ մի հիմնավորում, անգամ գյուղը քաղաքից տարբերելու խնդիր ունեն այս մարդիկ եւ գնում են անպագորգոր հայտարարությունների հետևից են ընկած եւ իսկապես փորձում են ավելի շատ մեր քաղաքացիներին ականջահաճո ինչ որ խոսույթ գեներացնեն, որը իսկապես խնդիր է, բայց ես վստահ եմ եւ լիահույս եմ մեր քաղաքացիների գիտակից լինելու վրա եւ ընտրատեղամասում իրենք վստահ են եւ գիտեն, որ մեր իշխանության ժամանակ որևէ ընտրակեղծիքներ, այսինքն մարդը քվեախցիկի մոտ իր ընտրությունը կատարելուց վստահ է, որ իր ձայնը կողմնորոշիչ է եւ որևէ ձև չի կեղծվելու եւ այդ քվեախցիկի մոտ իր մտքի խղճի կամոք ընտրելու է պետություն ունենալու, խաղաղություն ունենալու, այն զարգացնելու եւ տնտեսական ավելի կայուն եւ հզոր պետություն ունենալու ընտրության առաջ է կանգնելու եւ ոչ թե ճիշտ հակառակը, որովհետեւ ես ինչպես նայում եմ այս ուժերին, ուժերի մեծ մասը կառավարվում են բնականաբար
որոշ կառավարիչների կողմից, եթե հետ գնանք կարող եմ առանձին անդրադառնալ այդ ուժերի յուրաքանչյուրի անմիջապես եկած ճանապարհին, օրինակ հենց նույն Սամվել Կարապետյանը երբ հայտնվեց քաղաքական դաշտում։ Երբ հայտնվեց եւ ինչու։ Եվ ինչու հայտնվեց եւ ինչ միջոցներով հայտնվեց։ Ես տեսել եմ եւ ին մեջում նաեւ հրապարակել եմ մի քանի հարցազրույց, որտեղ ինքը բացառապես հերքում է քաղաքական դաշտ մտնելու իր որոշումը եւ միանգամից 1 տարի առաջ որոշումը փոխվեց եւ եկեղեցու միջոցով կամ միջնորդությամբ կամ չգիտեմ իր ձեռամբ եկավ եւ մտավ քաղաքականություն, ինչու։ Գիտեք ինչու, որովհետեւ Հայաստանը զարգանում է, որովհետեւ Հայաստանը գնում է խաղաղության ճանապարհով, որովհետեւ Հայաստանը այսուհետ կանգ չի առնելու եւ Հայաստանի տնտեսությունը այսօր այնքան կայուն է, կառավարությունը իր արժեվ դրել է, իր արժեվ միշտ դնում է բարձր նշաձող տնտեսական աճի գործոնով եւ դա այն գերակատարում է։ Վերջերս հրապարակված ցուցանիշներով նույնիսկ միջազգային որոշ ընկերություններ բարձր են գնահատել Հայաստանի տնտեսական կայունությունը եւ աճը 5 տարվա կտրվածքով կանխատեսումից բարձր ցուցանիշ ունենք այսօր եւ դա իհարկե բնականաբար որոշ մարդկանց սրտով չի ունենք խաղաղություն մեր ընդդիմությունը շահարկելու որևէ բան չի ունենալու դա իրենց ձեռ չի տալի մենք պետություն ունենալ եւ չունենալու ընտրության պետք է կատարենք խաղաղություն ունենալ եւ չունենալու մեջ եկեք քաղաքական ուժերին մի կողմ թողնենք ոչ թե իշխանությունը կուսակցության կամ ուժին կամ անձին տալու ընտրություն պետք է անի քաղաքացին, այլ քաղաքացին պետք է ընտրություն կատարի պետություն ունենալու եւ պետություն չունենալու միջև պետության ապագայի եւ առաջընթացի միջև պետքա ինքը իր ընտրությունը հստակ կողմնորոշված պետք է կատարի եւ նաեւ որ նայում ենք տեսեք Հայաստանի տնտեսությունը իսկապես գնալով զարգանում է եւ առաջիկայում նաեւ այս խաղաղության կոնտեքստում բավականին առաջխաղացումներ եւ ակտիվության նշմաններ ունենալու ենք եւ պետք է ասեմ հպարտորեն, որ այսօր Հայաստանը գործիք չէ, ինչպես նախկինում է եղել, Հայաստանը գործոն է այլևս։ Իսկ տնտեսական լծակների մասով ինչ կարող եք ասել Տիկին Մանավազյան, որովհետև վերջին շրջանում հատկապես քիչ են Ռուսաստանից այն հիշեցումները, որ այնուամենայնիվ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ, ԵԱՏՄ անդամ, անգամ թրիփի մասով երբ հայտարարություններ են հնչում Ռուսաստանից, դրանք այն մասին են, որ Ռուսաստանը չի կարող թրիփում մասնակցություն չունենալ, որովհետև Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ, ՀԱՊԿ անդամ, այնտեղ ռուս սահմանապահների վերահսկողության գոտին է նկատի ունեմ, սա արդյոք լծակ չէ ԵԱՏՄ-ն եւ արդյոք այդ լծակը նախընտրական շրջանում կարող է որևէ կերպ կիրառվել, որովհետև նման ազդակներ, նման հայտարարություններ կամ նման տողատակեր ունեցող հայտարարություններ առնվազն հնչում են։ Մեջ արտաքին քաղաքականության մեջ հարևան դաշնակից մյուս պետությունների հետ բալանսավորված քաղաքականություն ենք վարում։ Այսինքն, եթե կա տնտեսական առնչություն առևտուր, դա այլ տրամաբանության մեջ քան համագործակցությունն է եւ գործընկերային շփումներն է, նաեւ խաղաղության մեր կոնտեքստում հարևան պետությունների հետ լինել խաղաղաշտ եւ ունենալ առևտրային գործունեություն, դա կարծում եմ նորմալ է, բայց այդ այսպես ասած քամիները որտեղից են գալիս է նաեւ մեր ներսում մենք շարունակելու ենք այսպես անել, այնպես իհարկե ռուսամետ քաղաքականություն են վարում մյուս ուժերը, ինչը Ռուսաստանին միգուցե տալիս է այնպիսի հնարավորություն կամ այնպիսի համարձակություն փորձել ավելի թեժացնել այդ խոսակցությունը կամ խոսույթը մյուս ընդդիմադիր ուժերի մեջ, որովհետև ոգևորված են։ Եթե նայեք, կտեսնեք, որ այո Ռուսաստանը ունի մասնակցություն կամ մասնակից ընկերներ, գործընկերներ մեր մյուս մրցակից տեխնացուների մեջ ակնհայտ է, դա բոլորս գիտենք եւ նույնիսկ քաղաքացիները գիտեն, որ այո նույն Սամվել Կարապետյանը եկել է Ռուսաստանի Դաշնությունից եւ փորձում է Հայաստանում ընդդիմության շարքերը համալրել, նույնը ունենք Թևանյանը, որ եկել է Ծառուկյանին է միացել, այսինքն բոլորը ուղիղ փոխկապակցվածություն ունեն Ռուսաստանի Դաշնության հետ եւ բնականաբար իրենց հայտարարությունները ազդել են, որպեսզի իրենք կարողանան կախվածության էլի գործոն
դնել Հայաստանի Հանրապետությանը, բայց ես նորից պետք է կրկնեմ, Հայաստանը այլևս գործիք չէ եւ գործոն է, որպեսզի այն զարգանա եւ որևէ պետություն, ցանկացած պետության հետ մենք հաշվի ենք նստում, քննարկում եւ ոչ թե իր կամակատարն ենք լինում։ Եվ քաղաքասարության մեղադրանքներին նաև անդրադառնանք Տիկին Մանավազյան, տեսեք դուք նշեցիք, որ Կարապետյանը եկել է Ռուսաստանի Դաշնությունից, բնականաբար պորտալերով կապված է Ռուսաստանի հետ, բիզնեսները, այդ ֆինանսները հսկայական։ Հիմա ինչու այդ անհատները ընտրական process-ից դուրս չեն դրվում, հատկապես այն պայմաններում, երբ շրջանցում են թե ժողովրդավարությունը, որի պաշտպանը հանդես եք գալիս դուք, ձեր ուժը, եւ սահմանադրությունը ըստ էության սահմանադրության հետ նաև խնդիր ունեն, ասում են կգանք փոխենք, կդառնանք վարչապետ։ Հիմա ինչպես հասկանալ այս քայլերը։ Այսինքն ժողովրդավարությունը պիտի թողնել անպաշտպան վիճակում, թե այնուամենայնիվ պիտի գնալ որոշակի քայլերի, որոշակի սահմանափակումների, այս դեպքում էլի ժողովրդավարությունը պաշտպանելու համար։ Տեսեք, Սամվել Կարապետյանը ակնհայտ բոլորս շատ լավ գիտենք, մի քանի երկրի քաղաքացի է։ Եվ այսօր մեր հանրությունը պետք է ընտրություն կատարի Հայաստանի Հանրապետության քաղաքացու, հայրենասեր, պետության շահը բարձր պահող եւ պաշտպանող քաղաքացու ընտրության եւ այլ երկրի քաղաքացու միջև, այսինքն մենք ուզում ենք մեր պետությունը տանք այլ երկրի կառավարմանը եւ այլ երկրի քաղաքացու կառավարմանը, թե ուզում ենք շարունակել որ այն գիծը, որ մինչ այժմ ունենք, այն ձեռքբերումները, այն հնարավորությունները, աճող, զարգացող միջազգային հարթակներում մեզ ավելի հպարտ կեցվածքով ներկայացող պետություն ունենալու տեսլականն ենք տեսնում, թե հակառակը լինենք այն, ինչ եղել ենք նախորդ տարիների ընթացքում ընդամենը կամակատար եւ չերևացող ինչ որ պետություն։ Հիմա այս ընտրությունը շատ կարեւոր է, շատ կարեւոր է։ Ես նորից եմ կրկնում, սա անձերի ընտրություն չի, սա ընտրությունը Հայաստանի Հանրապետության ապագայի ընտրության մասին է խոսքը։ Խաղաղություն, թե պատերազմ, պետություն, թե չպետություն ունենալու առջև է դրված մեր ընտրությունը։ Ես վստահ եմ եւ լիահույս եմ, ես հանդիպում եմ, գնում ենք մարզեր, տեսնում ենք վերաբերմունք, մոտեցում, գիտակցում, ես այդ բարձր գիտակցումը մեր քաղաքացիների շատ բարձր եմ գնահատում, առաջիկայում ընտրությունների քարոզարշավի ընթացքում բնական է ավելի շատ կշփվենք եւ կտեսնենք, իսկ հարցը քաղաքասարակության վերաբերմունքը իհարկե ասել ենք ու շարունակում ենք ասել, որ օրենքի առաջ բոլորն են հավասար, օրենքը բոլորի համար է եւ այդ հայտարարությունները, որ սահմանադրությունը կփոխենք եւ այլն, ասելով չի լինում։ Այսինքն մի շաբաթ հետո իրենք հայտարարեցին, որ չգիտեք, մենք առաջի համարը չենք ունենա Սամվել Կարապետյանին, որովհետեւ օրենքի հետ խնդիր կա, կլինի այլ տեխնացու, այսինքն իրենք մոլորեցնում են, ոչ միայն մոլորեցնում են, այլ լուրջ չեն վերաբերվում այն գործողություններին, որ պետք է վերաբերվեն։ Իրենց քայլերը ուղղակի ցայտնոտային, ասում եմ, նորից կրկնում եմ, ականջահաճո բաներ են փորձում ասել, վստահ, որ մենք օրենքը դեռ իրենք որևէ բան չեն ձեռնարկել, բայց օրենք են փոխում, սահմանադրություն են փոխում։ Սա նորմալ չի ու ինձ թվում է այս գնահատականը կտա նաև մեր հասարակությունը։ Տեսեք, ընդդիմադիր դաշտը չկայանալու համար կրկին մեղադրանքները ձեր ուժին են ուղղված, ասում են, քանի որ դաշտում նախկիններն են եւ կարծես թե դա ձեզ շահեկան դիրքում է պահում, այդպես չհրաժարվելով նախկիններից եւ նախկինների հետ ինչ որ իմաստով կռիվ տալուց, հենց այդպես էլ ընդդիմադիր դաշտը չի կայանում։ Հիմա սա լուրջ մտահոգություն չէ, որ այնուամենայնիվ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններն են մոտենում, բայց ընդդիմադիր դաշտը ըստ էության կրկին կարծես թե չի կայանում, հիմնականում, ինչպես դուք էլ ձեր խոսքում նշեցիք, նախկին ղեկավարներն են, օլիգարխիկ համակարգն է, սա մտահոգվելու կամ մտավախությունների տեղիք չի տալիս։ Ես ինքս լինելով այսքան տարի ազգային ժողովում, մենք բովանդակություն ունեցող ընդդիմության կարիք ենք ունեցել։ Այսինքն մենք մեր ներսում թշնամիներ չենք փնտրում։ Ընդդիմությունը ինչի համար է, որպեսզի այնինչ անում է իշխանությունը,
զգոնություն տա, որ կարելի է ավելի ճիշտ անել կամ չգիտեմ, այսինչ քննադատաբար մոտենան, որը բովանդակություն կպարունակի, եւ այդ բովանդակության շուրջ նաեւ քննարկումներ կլինեն, ավելի լավարկելու այն, ինչ նախաձեռնում է իշխանությունը, եւ ավելի լավ բովանդակությամբ կամ լավ տեսքով մատուցելու մեր հանրությանը։ Ես կարծում եմ ընդդիմության հիմնական կարևոր գործոնը դա է, որը չկա բացակայում է իսպառ վերջին տարիներին, ընդդիմությունը դիտարկվում է ընդհանրապես թշնամաբար, թշնամական վերաբերմունք եւ այսօր մեր ընդդիմության մեծ մասը վերջին 5 տարիներին ուղղակի օգտվելով նաեւ Հայաստանի ընկած վատ հետ պատերազմյան իրավիճակից փորձել է միայն սև լուտանքներ թափել, փորձել է մեզ ներսից, այսինքն ադրբեջանական թեզերը եւ թշնամաբար մոտեցող թեզերը ավելի շատ բարձրաձայն է, որը վնասել է բնականաբար եւ միջազգային հարթակներում մեզ եւ ներքաղաքական վիճակում։ Այնինչ մենք պետք է լինենք միասնական, ամուր եւ մեր նպատակը մեկն է ունենալ Հայաստանի հզոր Հայաստանի Հանրապետություն, ուժեղ Հայաստանի Հանրապետություն, տնտեսապես կայուն Հայաստանի Հանրապետություն, որի համար որևէ ջանք չպետք է խնայվի։ Դե իրենք էլ են խոստանում ուժեղ Հայաստանի Հանրապետություն, պարզապես թե թրիփի առումով, թե խաղաղության պայմանագրի առումով իրենք դա պատկերացնում են ոչ թե Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կամ ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, այլ երկրորդ դերակատար, երրորդ դերակատար, միջնորդ կողմեր, օրինակ Ռուսաստանը, օրինակ Չինաստանը, թե թրիփը, ասում են, թե խաղաղության պայմանագիրը պետք է այլ հավելյալ երաշխավորներ ունենան։ Հիմա սա կրկին ռիսկ չէ կամ ռիսկի տակ չի դնում թե թրիփը, թե խաղաղության գործընթացը։ Ես այս համատեքստում ասեմ, որ այո, իրենց այն հայտարարությունը, որ թրիփը պետք է ունենա հավելյալ երաշխավորներ, բոլորս հասկանում ենք ինչի մասին է խոսքը, եւ վստահաբար կարող եմ ասել, որ մեր իշխանություն չլինելուց հետո, եթե մենք ընտրություններում չունենանք քաղաքացու քվեն եւ բարձր վստահությունը, վստահեցնում եմ ձեզ, թրիփն է կյանքի չի կոչվելու, խաղաղության բոլոր նախաձեռնությունները իսպառ այլևս այլ ուղղությամբ են գնալու, որը իհարկե Հայաստանի Հանրապետության շահերից չի բխում։ Դե հետաքրքիր է, որ օրինակ իրենք ասում են, պիտի Ռուսաստանը երաշխավորի խաղաղությունը, որովհետև միայն Ռուսաստանի հետ է հնարավոր հասնել դրան։ Միայն Ռուսաստանը կարող է Ադրբեջանին ստիպել, որ Ադրբեջանը չհարձակվի Հայաստանի վրա։ Հիմա մենք գիտենք, որ խութեր կան նաև ռուս-ադրբեջանական հարաբերություններում։ Այս պայմաններում ինչպես ենք հասնելու խաղաղության։ Ինձ թվում է բոլորին էլ պարզ է, Սամվել Կարապետյանը գործուղված է Հայաստանի Հանրապետություն հենց այդ նպատակին ծառայելու համար, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը դառնա Ռուսաստանի որևէ ցանկացած ծայրագավառ եւ ինքն էլ լինի այդտեղի գուբերնիան, չգիտեմ ոնց կարող եմ ավելի տպավորիչ եւ տիպիկ բացատրել, որ բոլորս հասկանանք, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Հայաստանի Հանրապետությունը այսօր մեծ քայլերով առաջ գնալու լրիվ պոտենցիալ ունի եւ կարող է ավելին անել, քան մինչ այժմ եղել է, այսինքն մենք մեր հնարավորությունները չպետք է բաց թողենք եւ մենք բոլորով քաղաքացիներից մեր խնդրում ենք այն հնարավորությունը տալ, որպեսզի առաջիկայում այն ծրագրերը, որ հիմա մենք ունենք մեր արժեվ դրած, կյանքի կոչենք։ Իսկ Սամվել Կարապետյանի տեսլականը, որ ներկայացնում են եւ մեր հանրությանն են մատուցում, բնականաբար մեկ նպատակ ունեն, ինքը ինչու որոշեց քաղաքականություն չմտնելուց հետո անմիջապես գալ քաղաքականություն, որովհետեւ իր հայրենիքում Ռուսաստանի Դաշնությունում ուներ դրված մեծ բիզնեսներ եւ այդ բիզնեսները պահելու համար ինքը պետք է այստեղ որոշակի գործողություններ կատարի։ Բնական է, ինձ թվում է բոլորը դա հասկանում են, գիտակցում են եւ դա ցույց կտա առաջիկայում ընտրությունների արդյունքները։ Իսկ իր մասնակցությունը ընտրություններին բացառում է, որտեվ օրենսդրությունը եւ օրենքը թույլ չի տալիս, որ ինքը լինի նաեւ ոչ վարչապետի թեկնածու, ոչ պատգամավորի։
Տիկին Մանավազյան, գիտեք, որ թե թրիփի, թե խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ հաճախ խոսվում է ճանապարհների ապաշրջափակման մասին, ընդ որում ոչ միայն Ադրբեջանի հետ, այլ նաև Թուրքիայի հետ, ինչը կրկին ներկայացվում է տնտեսական, այսպես տնտեսապես զարգանալու կոմպոնենտներից մեկը, բայց վերջին շրջանում այդ մասին նաև վարչապետը ուղիղ բարձրաձայնեց, որ խնդիր ունենք երկաթուղու ռուսական կառավարման մասով, եւ մենք այնուամենայնիվ ռուսական կողմից չենք տեսնում պատրաստակամություն կոնցենսիոն կառավարումը վաճառելու առումով կամ մեկ այլ պետության հանձնելու առումով։ Հիմա այստեղ նախ որն է Հայաստանի լավագույն շահը, ինչ է դա պահանջում եւ ինչպես է նաեւ այս թնջուկը հանգուցալուծում ստանալու։ Գիտեք, ես կարծում եմ, որ առաջիկայում բոլորը հայտարարությունների տեսքով որևէ բան արտահայտելու են, բայց սպասելու են ընտրությունների վերջին, այսինքն ընտրություններից հետո լինի գործողություններ եւ բոլոր դեպքերում այո, նաեւ ներդրումների մասով, որ չի եղել մինչև այս հարավկովկասյան երկաթուղիներում որևէ ներդրում, այդ առումով այո բարձրաձայնել ենք, շարունակել ենք խոսել եւ քննարկել, որպեսզի նաեւ այդ ներդրումները իր նպատակին ծառայեն, բայց ամփոփելով Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը եւ նաեւ Ռուսաստանից գործողված մեր թեկնածուների մասով, ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը բավականին գրավիչ զբոսաշրջային երկիր է դարել, զբոսաշրջիկները բավականին ծավալը մեծաց, այսինքն մուտքերը մեծացել են եւ շատ է հոսքը, բայց քաղաքական զբոսաշրջիկների համար կարծում եմ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական զբոսաշրջիկները կարճաժամկետ եկել են եւ առաջիկայում կերևա, որ իրենք տեղ չունեն Հայաստանի Հանրապետությունում։ Եվ վերջում հասկանանք նաև եկեղեցու կամ ավելի ճիշտ Գարեգին Բ-ի դերակատարման մասով, տեսեք, գործընթացը տևական ժամանակ է կա, եկեղեցու բարենորոգման այդ օրակարգը նկատի ունեմ, որի շրջանակում թե վարչապետը, թե նաև եկեղեցու սպասավորները, եպիսկոպոսները, հոգևոր դասը, քահանաները միացել են պահանջին, որ Գարեգին Բ-ն պիտի հեռանա, բայց մենք տեսնում ենք, որ ոչ միայն Գարեգին Բ-ն, այսպես ասած, չի շտապում հեռանալ, այլ նաև շարունակում է այսպես քաղաքական ամենատարբեր հանդիպումներ ունենալ, վերջերս հանդիպել էր Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանի հետ, չեմ կարծում, որ հոգևոր հարցեր էին քննարկել, այնուամենայնիվ օրերս հանդիպել է նաև ՀՅԴ ներկայացուցիչների հետ։ Ինչ եք կարծում այնուամենայնիվ նախընտրական process-ում եւ ինչու՞ չէ նաև ընտրական այդ շրջանում տեսնելու են կրկին հայտարարություններ, ուղղորդում եւ ինչու՞ չէ դա եւս ձեզ չի մտահոգում, որովհետեւ կարծես թե հավելյալ դիվիդենդներ են փորձում շահել եկեղեցու միջոցով։ Եկեղեցին դարձրել է Կտրիշ Ներսյանը իր կուսակցական գործունեության ծավալելու գրասենյակը եւ այսօր այո հրավիրում է իր մոտ միայն քաղաքականը կտրված ինքը հոգեվորի հետ որևէ կապ եւ առնչություն չունի, դա ասել ենք բազմաթիվ անգամներ եւ նորից կկրկնեմ եւ այո իր համագործակցությունը քաղաքական ուժերի հետ եւ իր աջակցությունը թաքնվելով նաեւ հրապարակային խոսքից եւ հարցերի պատասխաններից այս ընթացքում վերջին ամիսներին ցանկացած գործողությունների ժամանակ միայն եկեղեցու էջը օգտագործել է քաղաքական հայտարարությունների համար, բայց որևէ խոսք առերեսում լրագրողներին որևէ պատասխան առճակատում չեմ տեսել եւ չեմ հանդիպել երբևէ դուրս գա եւ պատասխանի հանրությանը հուզող այս ամբողջ ընթացքում այսքան իրադարձություններ են եղել եւ որևէ անգամ դուրս չի եկել եւ ինքը թաքնվում է իր հովանավորյալ քաղաքական ուժի, նաեւ պիղծ հոգեվորականների թիկունքում եւ փորձում է այնտեղից որևէ գործողություններ անել եւ դրանք միայն քաղաքական գործողություններ են։ Եվ իհարկե կարծում եմ, որ այս ընթացքը շահելու է ժամանակ, որպեսզի սպասի ելի ընտրությունների ավարտին, որովհետեւ բնական է իրեն դրսից կառավարվող մարդ է եւ ինքը սպասելու է իր հնարավորությունը փորձի միգուցե հնարավոր լինի պահել աթոռը նաեւ ընտրություններից հետո։ Այսինքն բոլորը սպասում են առաջիկա ընտրություններին, Տիկին Մանավազյան։ Այո, սպասում են եւ իհարկե սա նաեւ թույլ տվեք ասեմ, որ մեսեջը մեր քաղաքացիներին, որ մեր քաղաքացիները լինեն զգոն իրենց այդ մեկ ձայնը իմանան ոչ թե տալիս են մեր հարևանի լավ աղջկան, մեր բարեկամի, չգիտեմ ինչին եւ այլն,
գիտակից ընտրություն անեն, գիտակից ընտրություն, գնան ընտրատեղամաս եւ ընտրեն այնպես, որ վաղը մյուս օրը իրենք չփոշմանեն, չզղջան իրենց ընտրության համար, ընտրեն մեր լավ ապագայի, Հայաստանի Հանրապետության պայծառ ապագայի համար։ Եվ ինչպես դուք նշեցիք ձեր խոսքում, թրիփի խաղաղության ապաշրջափակման այդ բոլոր օրակարգերի պատասխանը կամ շարունակականությունը կրկին կախված է 26 թվականի ընտրությունների արդյունքից։ Իրականում թրիփի հետ կապված բոլոր աշխատանքները ամենօրյա աշխատանք են ուզում եւ դա արվում է։ Բայց որոշակի գործողություններ, ինչպես դուք եք նշում, կախված, չգիտեմ ինչերից, միգուցե սպասողական վիճակվա, բայց աշխատանքները ամենօրյա եւ էկոնոմիկայի նախարարությունում ենք տեսնում աշխատանքներ, արտաքին գործերի նախարարություն, այսինքն տնտեսական մասով ինքը ամենօրյա աշխատանք է ուզում, վերջը խաղաղությունը, հոգատարություն է ուզում։ Այո, ես պետք է նաեւ ասեմ, որ մեր հայրենակիցներին, որ 2 տարի արդեն անընդմեջ 2 տարի ամեն օր մենք տեսել ենք, որ սահմանին ամեն ինչ խաղաղ է, իսկապես չունենք կրակոց, իսկապես չունենք զոհեր եւ չեմ կարող չասել նաեւ պաշտպանության նախարարության այն ահռելի աշխատանքը, որ տարվում է սահմանամերձ տարածքներում, կահավորման աշխատանքները, որը հրապարակվեց վերջերս, չգիտեմ որքանով եք տեսել, դրանք ուղղակի խոսել չէ, դա պետքա գնաս եւ տեսնես, պետքա գնաս եւ անձամբ տեսնել, որ քո սահմանը ամուր է, քո սահմանը խաղաղ է, քո սահմանում զինվորը գնում է ծառայելու եւ վերադառնում է տուն։ Շնորհակալ եմ Տիկին Մանավազյան։ Շնորհակալ եմ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Արուսյակ Մանավազյանի հետ։ Կհանդիպենք։